Տիկին Ալվարդ, ինչ պահանջով եք եկել եւ ինչ ակնկալիք ունեք։ Մեր սոցիալական վիճակի բարելավման, բնակվարձերի հետ, որ կտրում է մարդիկ, ոնց պիտի անեն, որտեղ պիտի ապրեմ, մի հոգի եմ ես։ Էդ էլ ոչ աշխատանք ունեմ, ոչ բան ունեմ։ Ինձ եղել է սեփականություն, ինձ ամեն ինչ եղել է։ Սորվա իրա ես ոչ մի բան չունեմ։ Մի հոգի եմ, բարեկամներս օգնում են զորավ գոյատևում եմ։ Բայց վաղը ինչ ա լինել, այս ժողովրդի վիճակ, ասենք դա ես մի հոգի եմ, էլի կարամ ինչով, բա մարդիկ 6 հոգի, 7 հոգի, 8 հոգի, վաղը ինչ ա լինելու, մինչև հիմա վարձերն չկա։ Ոչ կացարանով են ապահովում, ոչ տնով են ապահովում, ոչ վարձերն են ուզում տա, ոչ աշխատանքով են ապահովում։ Նես չի, որ չենք ուզում աշխատենք կամ չկա, որտեղ գնում ենք խափում են։ Այսօր վաղը, մյուս օրը գրանցվել եմ դաժե շոկոլադի գործարանում, հեսա կզանգենք միջև հիմա սպասում ենք, ուղարկել են մի հատ հյուրանոց, Շիրակ հյուրանոց, այն աստիճանի, որ համաձայնվել ենք ու ամանլվանալ լինել, չեմ ասում ամոթա, բայց սա կյանքից ես այդ աշխատանք չեմ արել։ Գնացի մի օր աշխատեցի, վերջումը բերին, որ պիտի հավաքարարություններ, հելա խոզերի համար կերնել հատուկ, պիտի դուք տա, այդքանը լրիվ 90,000-ով։ Մարդ ոնց աշխատի, ոնց ապրի։ Երևանում եք բնակվում։ Այո։ Հիմա վերջին անգամ երբ եք ստացել այդ գումարը։ Ես մի ամիս առաջ էլի ամսի 16-ին։ Կառավարությունը առաջարկում է, չէ, որ վարկի միջոցով բնակարան կառուցեք եւ այլն։ Բայց ես չգիտեմ, ինձ հասնում է 3-4 միլիոն։ Ես մի հոգի եմ։ Մի շունչ եմ, ես 3-4 միլիոնով։ Որտեղից կարամ բնակարան գնեմ, հլա վարկել վերցնեմ վարկ տամ, ինձ ով կտա այդ վարկը, այսօրվա վրա ես համ վարձ եմ տալիս, համ ապրում եմ, հա, ինձ ով պիտի վարկ տա։ Իսկ սահմանամերձ մի հատ հավի բուն չեմ կարա արդեն յուրատված գումարով։ Ես ոնց պիտի հիվանդել մարդым։ Կարա գնա քարտերս էլ նայի։ Ամեն օր ինչքան տեղ եմ խմում։ Ես ոնց պիտի ապրեմ, ոչ մի տեղից էլ օգնություն չկա։ Մենակ այդ 40,000-ն է։ Վրան էլ հլա դնում եմ, բարեկամներս ուղարկում են, դնում եմ, ես վարձ եմ տալիս։ Ինչի, ինձ սեփականություն եղել է։ Ես բոմժ չեմ եղել։ Ինձ համ տնամերձ հողամաս ա եղել, համ սեփական տուն ա եղել, մեր երկիրը թե ծախել են, թե նվիրել են, թե վաճառել են, ես չգիտեմ։ Բայց այսօրվա վրա ինձ մի մետր հող չունեն, տեղ չունեն, որ ես ապրեմ։ Ինչի, 2 տարին է, քիչ է հարց լուծվում։ Ինչ պիտի լինի մեր վիճակը, գոնե սոցիալական կացարաններ կառուցեն, մարդկանց կացարանով ապահովեն, էլի մեկ-մին ձև կաշխատենք, կապրենք, վարձ չտանք։ Գոնե կացարա լինի, գլխներից մի հատ վերասմա կրիշա լինի, սես չի լինի։ Դուք որտեղից էիք բռնագաղթել Արցախի որ շրջան։ 3 անգամ եմ բռնագաղթված, մի անգամ 92 թվականի մարտակերտից եկանք Շուշիում հաստատվեցինք, Շուշիից նորից Ստեփանակերտ, Ստեփանակերտից նորից 23 թվին Երևան։ Ամեն ժամանակաշրջանում մենա կորցնում ենք։ Ես չգիտեմ, սա վերջի ինչ ա լինել, էլի եմ ասում, գոնե իրանց այդ վարձն էլ չի պետք, կացարանով մարդկանց ապահովեն, տնով, մին ձև այդ մարդկանց քնելու տեղ լինի, ապահովը զգան, աշխատանքը մարդիկ կճարեն աշխատեն, Ղարաբաղցիք մուրացկաններ չեն, սաղ կյանք ստեղծել են, արարել են։ Մենք չենք ուզում, սարքել եմ ես թշվառականն է, մուրացկաններ, ամեն անգամ պիտի գան կառավարության շենքի առաջ մուրացկանություն անենք մուրակ, որ մեզ 40,000 գումար տան, որպեսզի կարողանանք մեր վարձը տանք։ Չգիտեմ, ստեղ վրաններ են դրել, ինչ են արել, հարցեր են, բայց միջև սոր, ոչ մեկ ոչ մի հարց ոչ լուծում է կոնկրետ ոչով պատասխան է տալիս։ Մենք չգիտենք ուր դիմենք։